տեխնոլոգիաներ են օգտագործվում մանիպուլյացիայի համար։ Մտածում ես, որ մանիպուլյացիան ուղղակի խոսքեր են, ոչ սիրելիս։ Մանիպուլյացիան գիտական, տեխնիկական եւ իրական խաղ է, որի մեջ ամեն ինչ մտածված է, սկսած տարին չափից ավարտված ձայնի հաճախականությամբ։ Եկեք տեսնենք, որտեղից սկսվեց խաղը մեր գիտակցության հետ։ Մանիպուլյացիան տպագիր մամուլում սկսվեց կիրառվել շատ բուրըն կերպով 1920-ական թվականներին։ Առաջին հայացքից թվում է, թե ինչ կա թերթում կամ ամսագրում մանիպուլյացնելու համար, բայց իրականում հենց այստեղից է սկսվում ամենապինդ կոդավորումը։ Տպագիր մամուլում գոյություն ունի հատուկ տպագրական ձևավորում, որի նպատակն է ազդել ընթերցողի ենթագիտակցության վրա։ Գրվող տեքստում որոշ տառեր հատուկ ձևով էին ներկայացվում, փոքր-ինչ տարբեր հաստությամբ, բարձրությամբ կամ իբր պատահաբար ընդգծված։ Առաջին հայացքից սովորական տեքստ էր, բայց երբ ուշադիր նայում ես, տառերի համադրության մեջ սկսում ես ընթերցել բառեր, որոնք ուղեղը կարդում է չգիտակցելով։ Ընտրեմ, այդպիսի բազմաթիվ օրինակներ կան։ Ուղեղը ֆիքսում է այս տեքստերը որպես սեփական մտքեր։ Սա էր մանիպուլյացիայի առաջին ալիքը։ Հետո եկավ հեռուստատեսությունը, վիզուալ մանիպուլյացիայի առկայությունը։ Այստեղ արդեն գործի դրվեցին 25 կադրը։ Դա 1 վայրկյանում ցուցադրվող անտեսանելի պատկեր է 25 վայրկյանամեկ, որը աչքը չի նկատում, բայց ուղեղը արձագանքում է։ Այն ակտիվորեն կիրառվում է լրատվական թողարկումների ժամանակ եւ գովազդներում։